Ողջույն սիրելի դիտողներ, ողջույն հայ գալիքի հարգելի հետևորդներ, այսօր անշարժ գրքի շուկայում սպասվող գնանկման մասին ենք խոսելու, ինչու որոշեցի այս տեսանյութը արտահերթ անել, քանի որ վերջին օրերին բոլորս ականատես եղանք Երևանում աղետալի էկոլոգիական վիճակին, ստեղծված պայմանավորված Երևանի ծառահատումներով, պայմանավորված շինարարական թույլտվություններով եւ շինարարության կառուցապատման հետևանքներով, որի ժամանակ չի պահպանվում որևէ միջավայրի աղտոտվածության կանոն եւ Երևանը դարձել է անցանկալի ու աղետալի էկոլոգիապես կործանարար կյանքի համար, առողջության համար վնասակար բնակավայր։ Ուստի Երևանում թանկ բնակարաններ, թանկ գներով բնակարաններ չեն վաճառվելու, առաջի պատճառը սա է, երկրորդ պատճառը, որ առաջնային շուկայում ձեռք բերված հիպոթեկով բնակարանները արդեն իսկ տեսանելի է, որ վերջին 1-2 տարիներին շատ մարդիկ առանց գրագետ ֆինանսական հաշվարկ անելու ձեռք են բերել այդ բնակարանները ուռճացված բարձր գներով 50-60 միլիոն դրամ հիպոթեկներ են վերցրել եւ ամսական մուծումներ կատարելով 1-2 տարի նկատում են, որ իրենց մայր գումարը շատ չնչին է նվազել եւ ամբողջ գումարը գնում է տոկոսագումարների մարման, այդպես է միշտ առաջին տարիներին ու այդ մարդիկ հասկանում են, որ իրենց համար անտանելի է նման ֆինանսական բեռը, ծանրաբեռնվածությունը, ուստի այդ բնակարանները տուժելով մի քանի միլիոն վաճառելու են էժան գնով, քան թե եւս 15-20 տարի մուծեն այդպիսի վճարներ ամսական, որովհետև իրենք հասկանում են, որ 50 միլիոն հիպոթեկը վերջում փակելու են 100-110 միլիոն, որը անտանելի է իրանց համար, անկարող են, իսկ հիմա մտածում են ավելի լավ է այդ գնով վաճառեն կամ մի քանի միլիոն էժան վաճառեն, տուժեն մի քանի միլիոն, քան կրկնակի տուժեն, կրկնակիից էլ ավել։ Սրանք այդ պատճառներն են, որոնք առաջիկա տարում, առաջիկա ժամանակներում ազդելու են շուկայի գնի վրա եւ գնանկում է տեղի ունենալու։ Հնարավոր է, որ որոշակի գների իջեցումը դանդաղ լինի կամ գինը պահպանվի Երևանից մի քիչ ավելի հեռու բնակավայրերում կառուցապատողների մոտ, որտեղ որ համեմատաբար ավելի լավ է էկոլոգիական տեսանկյունից միջավայրը, բայց բուն Երևան քաղաքում խնդիրները ավելի են գլուխ բարձրացնելու, խցանումները եւս նպաստելու են նրան, որ անցանկալի դառնա Երևանում ապրելը մարդկանց համար, նամանավանդ այն մարդկանց համար, ովքեր գիտակից են, հասուն են վերլուծություն անել գիտեն եւ գիտեն իրենց աշխատած գումարի արժեքը։ Շատ երիտասարդներ, որոնք ֆինանսապես գրագետ չեն, ոգևորված, որ ուզում են ունենալ բնակարան եւ չունեն գումար, հա, այսինքն չունեն մարդիկ 50 միլիոն, 60 միլիոն, որ կամ 40 միլիոն բնակարան գնեն, բայց փոխարենը հիմա ունեն ինչ-որ աշխատանք, գնում են եւ ծուղակն են ընկնում կառուցապատողների մոտ, գնում են բանկային համակարգի ձեռքին, սրանք որս են հանդիսանում այս հատվածը, որոնք չունենալով գումար, նույնիսկ 10 միլիոն գումար չունի, բայց 50 միլիոնանոց, 60 միլիոնանոց տներ են գնում, այսպիսով այդ փոքր հատվածը դեռ կշարունակի, կարծում եմ, բնակարաններ ձեռք բերել, բայց իմ խորհուրդն է, որ ավելի լավ է չշտապեն եւ ավելի էժան գնով ձեռք բերեն կամ որոշակի գումար գոնե արժեքի կեսը հավաքեն եւ հիմա թող իրենք մտածեն, որ այդ նույն բնականը, եթե իրենք 50-60 միլիոնով չեն առնում, առաջարկվելու է 40 միլիոնով, ասենք, եւ իրենք կարող են գումար հավաքել այդ ընթացքում, մինչեւ գնիչեցում լինի ու քիչ պարտք մնան բանկերին, այդպիսով չթալանվեն
եւ իրենց աշխատած ամբողջ գումարը չտան տոկոսագումարներ։ Անպայման տարածեք այս տեսանյութը, բաժանորդագրվեք հայ գալիքին։ Մենք ամեն անգամ, երբ լինի ավելի արտակարգ դրություն կամ նորություններ, կվերլուծեմ եւ կներկայացնեմ ձեզ ինչ փաստերի հիմամբ է տեղի ունենալու փոփոխությունը։ Շնորհակալ